եւ նաեւ որպես հա մասնագիտական գործունեություն, բայց նաեւ Արցախից որպես հա եկել եք աջակցելու նաեւ Սամվել Կարապետյանի ինչ հույսեր եք անպայման միայն մենք ճանապարհ եւ աջակցելու եւ նաեւ լրատվություն ապահովելու համար լուսաբանելու միջոցառումը Իսկ արցախցիների մեջ ինչպիսի տրամադրվածություններ են այս իշխանությունների եւ առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դե արցախցիների նպատակը մեկն է վերադառնալ հայրենի։ Շատերին եմ ես հանդիպում, բոլորը երազանքն Արցախ վերադառնալն է։ Մեկն էլ ես եմ, որ իմ երազանքն էլ Արցախ վերադառնալն է։ Սամվել Կարապետյանի ծրագրում այդպիսի դրույթ կա եւ իրատեսական եք համարում Արցախի վերադարձ այսօրվա դրությամբ։ Ճիշտն ասած ես որ Արցախ վերադառնալը շատ շուտ չեմ կարող համարում, բայց դա լինելու է, ինչ որ ժամանակ չգիտեմ, երբ բաց լինելու է։ Միգուցե ես չտեսնեմ, բաց լինելու է։ Հավատում եմ, որովհետև մենք նույն Արցախի Քաշաթաղի շրջանում, որ ապրում էինք, 200 տարի համար այդ տարածքի կեսը գերության մեջ էր եւ մենք կարողացանք 90-ական թվերի պատերազմը մաղթել եւ ազատագրել այդ երկիրը եւ մենք գնացինք շենացնում էինք։ Եվ այդ Արցախի ներողից երբեք դուրս չեք ել, եթե ասենք ընդհանրապես բոլոր պատերազմների ժամանակ էլ լինում են մարդիկ, որ խուցափում են, ես ոչ մեկ չի կարող ասել, որ նման բան չի եղել, բայց եթե մի 500 հոգի, 100 հոգի, 10 հոգի փախչում է, դա չի նշանակում ամբողջ Արցախներ։ Այդպիսի բան չկա, ցանկացած արցախցի ընտանիք մտնում ես 1 զոհ, 2 զոհ, 3 զոհ, ես շատերին եմ ճանաչում, 3 զոհ ունեն մարդիկ։ Մենակ մեր Քաշաթաղի փոքր շրջանը 80 զոհ տվեց 20 թվականին, մենք 80 զոհ ենք տվել, եթե փախել ենք այդ ոնց էր այդ զոհը եղավ, որտեղից եղավ, 1000 հոգի մենակ Ստեփանակերտում 20-23 թվականներին մարդ ենք այնտեղ ուղարկավորել, ազատամարտիկներ, հերոսներ, եթե փախել էին, այդ ոնց եղավ զոհվեցին, սա է խնդիրը, ճիշտ պետք է խոսենք, ժողովուրդը չգիտես ինչու Որոշել են, որ արցախցիները փախել են, չեն փախել, եղել են փախնոներ, ոչ մեկ չի կարող բանանել, որ չեն եղել։ Նույն 20 թվականին սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը, դե վերզորով էր ամբողջ ճանապարհը Արցախից Գորիսպանցող մեր քաղաքով անցել, հենց իմ տան մոտով ես էլ ես լուսանկարչական խցիկը Բայց նույն մեքենաները հետ վերադարձան, որ փախել են։ Այն մնացածն էլ որ տանում են ընտանիքները հետ են դառնում տղերքը։ Սա է խնդիրը։ Իրականում ով հանձնեց։ Փաշինյանը սկզբում մեղադրում է արցախցիներին, Արցախի ղեկավարությանը, որ իրանք հանձնեցին Արցախը։ Այն օրը Պուտինին ասում էր, որ ձեր հայտարարություններից հետո ստիպված եղա ստորագրել Արցախը Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը։ Չգիտեք ոնց է, հանձնելը բոլորին էլ կարող են մեղադրել։ Բնական է, պարտվողը միշտ էլ ինչ-որ պատճառ գտնելու է, որ մտածում ասենք ես չէի մեղավորը, դուք էիք, սա է խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է, էլ եմ ասում, եթե մենք դեր կանգնեինք Արցախին, Արցախը չէր դատարկվի։ Ամբողջ ժողովուրդը։ Բայց իշխանություններն են, հիմնական իշխանությունը, ժողովուրդը առանց իշխանության ոչինչ է, պետք է իշխանությունը դեր կանգնի։ Իհարկե 90-ական թվականներին էլ նույն խնդիրը կար։ Մենք որ կամավորները կան ջոկատներ են կազմում, գնում էինք մի կերպ, զենք չեն կարողանում ճարել, հասարակ գործորդական հրացաներով գնում էինք, որ Արցախը պաշտպանեինք, ազատագրեին։ Իսկ արդեն այս 20-ական թվերին այդ 30 տարիների ընթացքում մենք շատ արժանապատվի փոփոխություն շատ եղավ։ Ու գիտեք, բոլոր իշխանությունները օրեկա եղել այդ արժանապատվի փոփոխությունը, բայց այս վերջինը արդեն լրիվ ուրիշ է։ Ցև սպիտակի բաժանը ժողովրդին դա ամենավատ բանն է։ Ես ու դու պետք է քուրու եղբայր լինենք, ոչ թե թշնամիներ, սա է խնդիրը։